Մեզ չի արդարացում էլի։ Մեր կողմից ոչ մի դժգոհություն չկա։ Մենակ գումարները վճարեն, մեզնից էլ պահանջեն։ Իսկ դուք որքան գումար եք վճարում ձեր համատիրությանը։ Տեղյակ եք, որ այդ գնի որոշմանը նաև դուք պետք է մասնակցեք։ Երբևէ մասնակցել եք համատիրության ժողովներին։ Թեմա համար 1-ի այս թողարկմանը կպատմենք համատիրությունների մասին, թե ինչպես են դրանք ձևավորվել, ինչ գործառույթներ ունեն եւ ինչ կարող եք անել, եթե գոհ չեք ձեր համատիրության աշխատանքից։ Յուրաքանչյուր բազմաբնականան շենքում կան ընդհանուր սեփականության տարածքներ, տանիքը, նկուղը, աստիճանավանդակները եւ այլն։ Դրանք պատկանում են շենքի բոլոր բնակիչներին, այսինքն բաժնային սեփականատերերին։ Այս տարածքների կառավարումն ու սպասարկումը ապահովելու համար էլ ստեղծվում են համատիրությունները։ Համատիրություններ ձևավորելու առաջին փորձերն արվել են դեռևս 19-րդ դարում Եվրոպայում։ Քաղաքային բնակչության աճին եւ շենքերի կառուցմանը զուգընթաց ձևավորվեց համատիրությունների մեզ հայտնի մոդելը։ Խորհրդային միության տարիներին քաղաքային իշխանության ենթակայությամբ ստեղծվեցին բնակարանների շահագործման գրասենյակները, շեկերը։ Շենքի ընդհանուր բաժնային սեփականատերերը, որոնք որ հանդիսանում են տվյալ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականատեր եւ տնօրինող իրենց գույքի, իրենց ընդհանուր ժողովի միջոցով ընտրվում են շենքի կառավարիչներ կամ այսուհետև նաեւ համատիրություններ են ընտրվում եւ համատիրությունների նախագահ։ Հայաստանի անկախացումից հետո, երբ բնակարանները սեփականաշնորհվեցին, ԺԿ-ը կորցրին իրենց նշանակությունը։ Կներեք, իսկ ԺԿ-ը ինչ է։ 1996 թվականին ընդունվեց համատիրությունների մասին օրենքը։ Այս օրենքով սահմանվեցին համատիրություն հասկացությունը, դրա ստեղծման կարգը եւ պարտականությունների շրջանակը։ Այսպիսով, համատիրությունը շենքի բնակիչների կողմից կամավոր ստեղծված միավորում է։ Այն ունի իրավաբանական անձի կարգավիճակ եւ պետք է զբաղվի շենքի ընդհանուր օգտագործման տարածքների կառավարմամբ ու սպասարկմամբ։ Թեև ըստ օրենքի համատիրությունները պետք է ստեղծվեին կամավորության սկզբունքով, սակայն տեղի ունեցավ միայն անվան փոփոխություն։ ԺԿ-ը ավտոմատ դարձան համատիրություններ։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի այս պահին մայրաքաղաքում գործում է 294 համատիրություն։ Դրանք կառավարում են քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը։ Բացի համատիրություններից կան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների կառավարման այլ մարմիններ՝ լիազորագրային եւ հավատարմագրային կառավարիչներ։ Սրանք իրականացնում են Երևանի շենքերի 3%-ի կառավարումը։ Մոտ 250 շենք ընդգրկված չէ որևէ համատիրության կազմում։ Այդ շենքերի կառավարումն ու սպասարկումն իրականացնում են վարչական շրջանները։ Հետքի սոցիալական ցանցերի էջերում հարցում էինք անցկացրել հասկանալու արդյոք մարդիկ գոհ են իրենց համատիրությունների աշխատանքից։ Հարցվածների 90%-ը, մոտ 1100 մարդ դժգոհություն էր հայտնել։ Ավելին նրանց մի մասը տեղյակ չէր, թե ինչպես է ընտրվում համատիրության նախագահը, ինչ գործառույթներ ունի, կամ արդյոք կարող են նրանք դուրս գալ համատիրությունից։ Եթե իմանամ ինչ գործառույթ ունեն իրենք, ավելի հստակ կբողոքեմ, թե չէ մենակ փող են հավաքում ու չգիտենք ինչ պարտականություններ ունեն։ Անուն էլ չգիտեմ անգամ, չնայած չգիտես ինչի պարտաճանաչ վճարում եմ։ Պորտաբույծ կառույց է, որ զորով փաթաթում են մարդկանց գլխին ժամանակ առ ժամանակ տեղեկան կուզելով։ Գոհ կարող ես լինել կամ չլինել ստացված ծառայությունից։ Եթե այն առհասարակ չկա, դժգոհ լինելն էլ է անհնար նույնիսկ։ Բոլոր համատիրություններն էլ մասսայական փող հավաքող են եւ դրա դիմաց ոչինչ չանող։ Լավ, եկեք հասկանանք, որոնք են համատիրությունների պարտականությունները, որոնք բնակիչների եւ որոնք քաղաքապետարանի։ Համատիրությունները պարտավոր են իրականացնել տանիքների, վերելակների, նկուղների, մուտքերի նորոգումը եւ պահպանությունը, ծխաօթային ուղիների մաքրումը, շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը։ Փող չեն վճարում ու ասում են, մեզ էլ ասում են պահանջում են, ինչ եք անում, ինչ է նշանակում մարդը 9-րդ հարգում ապրի, լիֆտից օգտվի, մեզ էլ ասի ինչ եք անում։ Լիֆտը տենց սպասարկում։ Բնակիչները պարտավոր են վճարել սեփականատերերի ընդհանուր ժողովի սահմանած գումարը եւ բարեխղճորեն հետևել գույքին։ Վճարում եք համատիրություն գումարը։ Այո։ 6 ամիսա չեմ վճարել անցյալ տարվա։ Լուրջ վճարում եմ, չպետք է վճարել։ Անպայման, բա ոնց։ Վճարում ենք նորմալ, հա։ Պետք է չտանքել այս տարի։ Իսկ քաղաքապետարանը պարտավոր է իրականացնել բակերի բարեկարգում եւ խնամք։ Համակարգը պետք է փոխենք եւ այդ համակարգային լուծումները պետք է տրվեն, ամեն մարդ կարողանա զբաղվի իր գործով, ոչ թե Երևանի քաղաքապետարանը գնա զբաղվի շենքերի սպասարկմամբ։ Աջափնյակի Մարգարյան 17 շենքի այս բնակիչն օրինակ պարտաճանաչ վճարում է համատիրության վճարները, սակայն արդյունք այդպես էլ չի տեսնում։ Նկարեք պատը ինչ վիճակի է։ Եվ մենակ մեր պատը չի այս վիճակի, այս 10 տարվա ընթացքում կամաց այս վիճակի։ Երեխեքն էլ դադար չունեն, գալիս են ոտով խփում են ու այսպիսի կեղտ է առաջանում մեզ մոտ։ Նա ժողովներին չի մասնակցում, որովհետև տեղյակ չէ, թե երբ ու որտեղ են դրանք անցկացվում։ Այս փողոցը
Այս փողոցն է, որ ասում եմ սառույց, լիքը սառույցա, չենք կարա անցնենք։ Նրա փոխարեն որ գան այս սառույցը մաքրեն, իբր աղենցանում, видите, что творится, посмотрите, как страшно, поэтому льду идти. Բնակիչները դժգոհում են համատիրություններից, համատիրությունները դժգոհում են բնակիչներից ու ձևավորվում է փակ շղթա։ Համատիրությունները չեն աշխատում, որովհետև գումար չկա, բնակիչները չեն վճարում, որովհետև համատիրությունները չեն աշխատում։ Որպեսզի շենքերի առաջնային կարիքները բավարարվեն, միջամտում է քաղաքապետարանը։ Վերելակների փոխարինումը, տանիքների վերանորոգումը կամ շքամուտքերի նորոգումն իրականացվում են քաղաքային բյուջեի միջոցներով։ Այս ամեն ինչը իրականացվում է որպես աջակցություն մեր բնակչությանը, որտեղ իրոք Երևան համայնքը տվյալ դեպքում իրոք քաջ գիտակցում է, որ մեր շենքերի մեր բնակվում իրոք շատ հնամաշ է եւ օգնության աջակցության կարիքը կա։ Դրա շրջանակում դա իրականացվում է, թեև ես ասեմ պարտավորվածություն եւ պարտականություն ընդհանրապես չկա, բայց ամեն տարի ինչ որ մի քանակությամբ այս ամբողջությամբ աշխատանքները իրականացվում են։ Համատիրությունները պարտավոր են նաև ֆինանսական թափանցիկություն ապահովել, յուրաքանչյուր ամիս բնակիչներին ներկայացնել հաշվետվություն, հավաքագրված գումարի ու կատարված ծախսերի վերաբերյալ։ Բայց որ մտնում ենք փակցնում ենք, հետևից բերում են ուրիշ բան են փակցնում, արդեն փակում են, որտեղ այսօր գովազդը շատ է, ասենք չենք հասցնում հետևներից էլի, ասենց ասեմ։ Թե չէ, ասենք աշխատանքները արվում են։ Շենքի սպասարկման գումարը տարբեր համատիրությունների դեպքում տարբեր է։ Սակագինը որոշվում է տարվա սկզբին համատիրության ընդհանուր ժողովի կողմից։ Քաղաքացիները, որոնք համատիրության անդամ են, նրանք ոչ ժողովների են մասնակցում, այս ժողովները ոչ էլ հրավիրվում են համատիրության կողմից, բայց քաղաքացիները չեն էլ պահանջում նման ժողովներ, չեն պահանջում ֆինանսական հաշվետվությունների հրապարակում եւ տրամադրում եւ այլն, այսինքն իրականում այն մեխանիզմը, որը օրենքում գրված է, այդ մեխանիզմը 90%-ով չի գործում է միայն այդ բնակության տեղեկանք տալու միջոցով մարդկանցից գումարը ստիպողաբար վերցնելու ու գործ չանելու պրակտիկան։ Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը նույնպես բազմաթիվ բողոքներ է լսել համատիրության աշխատանքի վերաբերյալ։ Խնդրի լուծումը Գրիգորյանը տեսնում է օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Ի տարբերություն բնակիչների, համատիրություններն ակտիվորեն պաշտպանում են իրենց իրավունքները դատարանում։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում համատիրությունն ընդդեմ բնակչի հարյուրավոր գործեր կան։ Վճիրների մեծ մասը եղել է համատիրությունների օգտին։ Երևանի ավականու 2023 թվականի ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներից Դավիթ Խաչակյանը շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների կառավարման այլ տարբերակ էր առաջարկում։ Լուծարել համատիրությունների մեծ մասը, պահպանելով միայն վերջին շրջանում կառուցված շենքերի արդյունավետ աշխատող համատիրությունները։ Սրանով մենք կլուծենք մեր հազարավոր բազմաբնակարան շենքերի բարեկարգման եւ բարենորոգման խնդիրը եւ թույլ չենք տա, որպեսզի այդ շենքերը իրենց մաշվածությամբ խորացնեն իրենց վթարայնության կարգը եւ ի վերջո հարմարություն կստեղծենք մեր բնակիչների համար։ Խաչակյանին առաջադրած Լուսավոր Հայաստանը պարզել էր, որ ամեն տարի համատիրությունները բնակիչներից 4 միլիարդ դրամ են հավաքում։ 60-70% վճարունակություն ունեն։ Դրա համար ենք կարողանում մի կերպ հասցնել ծայրը ծայր։ Համատիրությունների պարտականությունը համարվող աշխատանքների մի մասն իրականացվում է քաղաքապետարանի միջոցներով՝ շենքերի վերելակների փոխարինում, տանիքների ու շքամուտքերի նորոգում։ Արդյոք այս պայմաններում տրամաբանական չէր լինի լուծարել համատիրությունները, սահմանել շենքի պահպանության համար գանձվող գումարի միասնական տուրք եւ այն ուղղել քաղաքային բյուջե։ Ստեղ ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը պարտադրում է տվյալ շենքի բաժնային սեփականատերերին, ասում է քո շենքի պահպանումը, կառավարումը պիտի անի միայն համայնքը։ Բայց դա չէ որ տվյալ շենքի բնակիչների ընտրությունն է։ Դրա համար որպես այդ ամենը լուծարվի եւ վերցնի Երևան համայնքը իր գործառույթը շրջանակում դա անի, դա պարզապես պարտադրանք է։ Երևանի քաղաքապետարանը նույնպես մտահոգված է համատիրությունների խնդիրներով ու դրանք լուծելու համար առաջարկում են համատիրությունների մասին նոր օրենք ընդունել։ Ընտրվելու է կառավարման մարմին, այսուհետև ընտրվելու է այդ կառավարման մարմնի կողմից նաեւ կառավարիչ ու որ պիտի հետագայում այդ գործառույթները իրականացվի։ Համատիրությունների խնդիրները տարիներով կուտակվել են ու լուծում չեն ստացել։ Ամեն ընտրության ժամանակ քաղաքական ուժերը հարցի լուծման գեղեցիկ ծրագրեր են ներկայացրել, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվել։ Առաջիկա ընտրություններին էլ հավանաբար նախընտրական ծրագրերում կլինեն համատիրությունների մասին դրույթներ։ Հասկանալի է, որ տարիներով կուտակված խնդիրները լուծելը հեշտ չէ։ Որն է ավելի արդյունավետ՝ նորորենք ընդունել, թե լուծարել համատիրությունները, պարզ չէ։ Հստակ է միայն, որ բնակիչները պետք է կատարեն ամսական վճարումները, վերահսկեն իրենց համատիրությունների աշխատանքը
ու արդյունք պահանջեն։ Մեր կողմից ոչ մի դժգոհություն չկա։ Մենակ գումարները վճարեն, մեզնից էլ պահանջեն։ Թեմա համար 1-ի հաջորդ թողարկումը կարող եք դիտել հաջորդ շաբաթօրը ժամը 12:30-ին։ Մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ սոցցանցերում։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, միացեք մեր Patreon-ին վճարելով ամսական սկսած ընդամենը $2։ Հղումը կարող եք գտնել նկարագրության բաժնում։